Պատվարժանական կուզենայի շնորհակալություն բոլոր իմ բաժակիցներին և լրատվամիջոցներին, որոնք այսօր եկել են ինձ աջակցելու հասկանալի պատվարժանական գործընթացից դուրս բայց կարծում եմ նաև բավական բաղնա բոլորի շատ շնորհակալություն։ Երկրորդը վերջի շրջանում այնպիսի տպավորություն է ստացվում, որ բարեգործությունը Հայաստանում հանցագործություն է։ Մասնապես այդպիսի, ասենք, պնդումներն առավել Սամվել Կարապետյանի Սարգսյանի եւ այլոց մասին, ես կարծում եմ, որ եթե ես վերջի 20 տարիների ընթացքում իսկապես իմ աշխատանքի չեմ քաղաքականացնում, չէ, ուղղակի դուք պնդում արեցիք, որ եթե այդքան միջոց արտադրել 20 տարիների ընթացքում եւ ինչպես ասացիք, հաստատաբար իսկապես այն շրջանում երբ բարձրացնելով աշխատանք, ի տարբերություն այլոց, ես իմ աշխատանքից աշխատանքային եկամուտից եմ արել բարեգործություն, որտեղ դուրս աշխատելով երկրից նկատմամբ պարտք եմ զգացել եւ այդ պարտքը վճարել եմ տարբեր բարեգործական կազմակերպություններ ինքը ստեղծելով կամ ուրիշների ստեղծածներին աջակցելով, ինչպես տեսնում եք, դա բազմաթիվ տարբեր կազմակերպություններ։ Այս գործի հետ կապված իհարկե եւ դուք եւ պաշտոնյաները ինձ հորդորել են հիմնավոր կասկածություն չանադառնալ եւ ես չեմ անդրադառնում հիմնավոր կասկածություն։ Ես բացատրել եմ ասել հետեւյալը։ Այս ամբողջ գործը իրականության նեգատիվական դասականորն է։ Իրականության նեգատիվ։ Երբ դու կարդում ես մեղադրական եզրակացությանը, այսպես ասած փաստական մասը, դու նայում ես ինչ է դրանից հետևում, հասկանում ես իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած դուք հաստատեցիք գործը պետք է կարճել թե չէ, ասում որ կարճելու այս բանը չկա, բայց ընդհանրապես ասած այս գործը պետք է կարճված լինել վաղուց իրական։ Որովհետև նորից եմ ասում, նկարագրական մասի եւ եզրակացության միջև ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած են երկու ամիսը, որ ես հասկացել եմ անազատության մեջ, ինձ հիմք է տալի ենթադրել, որ ամբողջ գործը նախաձեռնվել է երկու նպատակով։ Առաջինը խափանելու մեր քաղաքական գործունեությունը, չեմ քաղաքականացնում, իսկապես դա է։ Եվ երկրորդը ուղղակի որոշակի թեթև խոշտանգում իրականացնել, որտեղ այդ բանտիկ պայմաններում կյանքը խոշտանգում է իրականում նորմալ ցանկացած մարդու։ Մտածող կրթված մարդու դա խոշտանգում է։ Եթե որևէ մեկը չի հավատում, կարող այցելում տեսնել։ Ուստի անկեղծ ասած ես կարծում եմ, որ թափեց ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Այս գործը բնականաբար պետք է քննվի։ Ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Բայց քանի որ հասկանում եմ, որ այս ամեն ինչը տեղի ունի որոշակի իրավական պայմանականությունների շրջանակում միանում եմ իմ փաստաբանների առաջարկին կիրառել խափանման միջոց, որը ձեր տեսանկյունից ապահովում է իրավաչափ վարքագիծը, բայց մյուս կողմից բնականաբար չի սահմանափակում այն ազատությունը, որը գործի տեսանկյունից որևէ արժեք չի ներկայացնում, բացարձակ որևէ արժեք։ Չկա վկա, որի վրա ես կարող եմ ազդել, չկա հանցանք, որ ես կարող եմ ազդել։ Խափանման միջոց փոխող, երկարացնող կամ ընտրողը ես եմ, պարոն մեղադրողը չի, իրան մի նայեք։ Գիտեք ինչ եմ իրականացնում, բայց որովհետև ինքն է ներկայացնում մեղադրանքը, որ աղսում։ Ինքն է ներկայացնում մեղադրանք, որ աղսում, դա որի նորից եմ ասում, նկարագրական մասի։ Եվ ես պետք է համոզել, ձեզ ոչ թե ձեզ կա համոզել։ Եվ հատական գործընթացով դրանք խոստանում եմ ձեզ համոզել։ Իրան ես չեմ համոզել։ Ես իրան մեղադրում եմ։ Որտեղ ինչ է իրան մեղադրում։ Որովհետև այդպիսի մեղադրական եզրակացության տակ ստորագրել չի կարող։ Ուրեմն ինքը նախ մեղադրական եզրակացությունը չի ստորագրել, դա կապ չունի։ Այդքանով ավարտել խոսքս։ Ձեզ խոստանում եմ համոզել, շնորհակալություն։